Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղ եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, Adnaklassnikum, Kontaktum, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ իր սրտե նվիրում եմ։ Ինչի մասին եմ այժմ ցանկանում սիրելիներս ձեզ հետ զրուցել։ Ցանկանում եմ կատարել կանխատեսում կենտրոնակերպի յուրաքանչյուր նշանի համար ապրիլի 8-ին տեղի ունեցող արևի խավարման հետ կապված։ Ապրիլի 8-ին տեղի ունենում արևի խավարումը տեղի ունենում Խոյ համաստեղության հովանավորության տակ, ինքնըստինքյան յուրաքանչյուր տիեզերական գործունեություն, խավարումներ, լիալուսիններ, նորալուսիններ, դրանք ազդում են մեզանից յուրաքանչյուրի վրա իր էներգետիկ ազդեցությունը մեզանից յուրաքանչյուրի համար եւ ես ցանկանում եմ այդ ժամանակահատվածի հետ համար ունի այդ հատկությունը, որ 6 ամիս դուք ինչ կատարել եք, դրա դիմաց ստանում եք հատուցում։ Բարեգործությունը ձեր դեմ բերում է բարեգործություն, լավ մարդկային գործունեություն, լավ համագործակցություն, սեր, միություն, համերաշխություն, դուք այս արևի խավարման ժամանակ դա բումերանգի պես կստանաք։ Իսկ եթե ընդհակառակը զբաղվել եք նախանձով, չար գործողությամբ, կախարդությամբ, մողությամբ, զբաղվել եք ինչ-որ մեկի տան մեջ ինտրիգաներ ստեղծելու, զբաղվել եք ինչ-որ մեկին զբաղտելու, ինչ-որ հանցագործ գործողություններ եք կատարել, ինքնըստինքյան այս արևի խավարման ժամանակահատվածում դուք այդ գործունեության դիմաց համապատասխանորեն ստանում եք։ Այստեղ է ասում, ինչ ցանում եք, դա էլ հնձում եք։ Այս արևի խավարման ժամանակ դուք դրան ականատես եք լինելու։ Քարեկտրե հիմք եք ստեղծել, այդ հիմքը շատանալու է։ Սխալ գործողություն եք կատարել, հանցագործություն եք կատարել, խարտախություն, խաբեություն եք կատարել, դրա դիմաց պատասխան եք տալու, որովհետև այս արևի խավարումը ինքը կարմիջսկի խավարում է, ինքը ճակատագրական խավարում է, ինչ տալիս ես, դրա դիմաց տալիս է։ Ինչ ստեղծում ես նաև այս ժամանակահատվածում, ինքը հետագայում հնարավորություն կտա, որ դուք ձեր այդ ստեղծածից վրա հիմքեր տնեք, առաջ գնաք, զարգանաք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2024 թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցող արևի խավարման ժամանակահատվածում խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Քանի որ այս արևի խավարումը տեղի ունենում խոյ համաստեղության հովանավորության տակ, ինքնըստինքյան մեր խոյերի վրա ինքը ավելի շատ է օգտագործում, ավելի շատ է ազդում։ Մեր խոյերը դառնում են ավելի ակտիվ, ավելի շարժունակ, ավելի գործունյա, իրենց որ ներքին պոտենցիալը ավելի շատանում, իրենք ամեն ինչ կարողանում են ճիշտ հասկանալ, որն է ճիշտը, որ գործողությունն է իր համար կարևորը, որ անձնական հարաբերությունն է իր համար կարևորը, որ աշխատանքային գործունեությունն է իր համար կարևորը, եւ ինքը կարողանալու է ավելի արագ ձևով այդ գործողություններին հասնել, այդ նպատակներին, այդ իծերին հասնել։ Սիրելի խոյեր, այս
արևի խավարման ժամանակահատվածում դուք հնարավորություն ունեք այն ինչ որ ստեղծել եք դրա վրա նորից քարեր դնել, հիմքեր դնել, եթե նույնիսկ չեք ստեղծել, հնարավորություն կունենաք այս ժամանակահատվածում ստեղծեք աշխատանքային գործունեություն, նոր պայմանագրեր, նոր հնարավորություններ, եթե նույնիսկ ազնագանի հետ կապված խնդիրներ կար, այս արևի խավարման ժամանակահատվածում այդ խնդիրները լուծվում են։ Սիրելի խոյեր, քանի որ խոյ համաստեղությունը ինքը հիմնականում հաղթանակների հետ է կապված, կրակի տարերկի հետ է կապված, ինքնըստինքյան սիրելի խոյեր, այս արևի խավարման ժամանակահատվածում դուք հնարավորություն կունենաք նոր ձեռքբերումներ ունենալ, դուք հնարավորություն կունենաք նոր բիզնեսներ ստեղծել, դուք հնարավորություն կունենաք եթե տան հետ կապված խնդիրներ կա, այդ խնդիրները կարողանաք լուծել, տեղափոխվելու հետ կապված խնդիրներ կա, այդ խնդիրները կլուծվեն։ Այս արևի խավարումը, սիրելի խոյեր, ձեզ համար բարենպաստ է, ձեր դեմ բացում է նոր հնարավորություններ, նոր հորիզոններ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2024 թվականի